Մի ձեռքում սահմանափակումներն են, մյուսում դատարանի որոշումը, ներգաղթի սառեցված գործերը նորից հալեցվում են, բայց սա դեռ ճանապարհի կեսն է։ Արտաքսումների համար միլիարդներ են հատկացվում, այսը մեծանում է, բյուջեն նույնպես, իսկ ներգաղթային պայքարը նոր փուլ է մտնում։ Քվեարկությունն ավարտվել է, բայց հաշվարկը ոչ, թեկնածուները սպասում են, իսկ յուրաքանչյուր նոր խմբականակ փոխում է պայքարի ջերմաստիճանը։ Բյուջեն աճում է, բայց պակասուրդը մնում, Գլենդելը քննարկում է նոր բյուջեն, ծախսերն ավելանում են։ 2008-ին գրադարանը բացում էին ծափերով, 2026-ին քննարկում են փակումը, մի շենք, երկու տարբեր ժամանակներ եւ բազմաթիվ հարցեր։ Գլենդելի Ադամս Հիլի գրադարանը դարձել է բյուջետային պայքարի ամենաթեժ կետը։ Հին դաշնակիցներ նոր լարվածություն, հեռախոսազրույցը թեժ էր, Մերձավոր Արևելքի պատերազմը շարունակում է փորձության ենթարկել հարաբերությունները։ Այս եւ մի շարք այլ լուրերի մանրամասները հաջորդիվ։ Վիվալդի Քեթրինգ բազմազան փաթեթներից առաջատար ընտրությունը։ Փաթեթ ընտանեկան 5-ից 6 անձի համար ընդամենը $150 plus tax։ Ընտանեկան եւ մեծ հավաքույթների համար հատուկ փաթեթ 10-ից 12 անձի համար ընդամենը $300 plus tax։ Վիվալդի լանչ փաթեթ 10-ից 12 անձի համար ընդամենը $150 plus tax։ Ընտրեք ձեր ճաշակին համապատասխան կոմբոն։ Վիվալդի Քեթրինգ համի, որակի եւ առատության առաջատարը։ Armezia YouTube-յան ալիքում ԱՄՆ գլխավոր լուրերն են, ես Հարություն Մինասյանն եմ, բարև ձեզ, կանխավ շնորհակալություն բոլորին մեզ մշտապես աջակցելու համար, շնորհակալ ենք ձեր գրած մեկնաբանությունների համար, ձեր ամեն մի լայքի համար, միշտ աջակցեք, մենք էլ կաշխատենք ի նպաստ բարօրության, ինչպես ասում են։ Սկսենք լուրերը։ ԱՄՆ դաշնային դատավորը չեղարկել է Թրամփի վարչակազմի ներգաղթային քաղաքականություններից մեկը, որը վերջին 1 տարվա ընթացքում դժվարացրել էր տասնյակ երկրների քաղաքացիների համար ԱՄՆ-ում մնալու եւ ներգաղթային տարբեր արտոնություններից օգտվելու գործընթացը։ Ռոդ Այլանդի գլխավոր դաշնային դատավոր Ջոն Մքքոնելի խոսքով ԱՄՆ քաղաքացիության եւ ներգաղթի ծառայությունը USCIS-ը գործել է օրենքի սահմաններից դուրս եւ բավարար իրավական հիմնավորումներ չի ներկայացրել իր որոշումների համար։ Վիճարկվող քաղաքականությունը կիրառվում էր 39 երկրի քաղաքացիների նկատմամբ Աֆրիկայից, Ասիայից, Լատինական Ամերիկայից եւ Մերձավոր Արևելքից։ Այդ երկրների քաղաքացիների բազմաթիվ դիմումներ, այդ թվում ապաստանի, աշխատանքի թույլատվության, կանաչ քարտի եւ քաղաքացիության հարցերը փաստացի սառեցվել էին անորոշ ժամանակով։ Դատարանի որոշմամբ սահմանափակումները պետք է հանվեն ոչ միայն հայցվորների, այլ նաեւ USCIS-ում առկա բոլոր նմանատիպ գործերի նկատմամբ։ Եվս երկու լուր ներգաղթի թեմայով Սենատը հաստատել է շուրջ $70 միլիարդ ֆինանսավորման նոր փաթեթ, որը նախատեսված է ներգաղթի վերահսկման եւ արտաքսման գործողությունների ընդլայնման համար։ Օրինագիծն այժմ ուղարկվել է ներկայացուցիչների պալատ, որտեղ այն պետք է ստանա վերջնական հավանություն։ Փաթեթով նախատեսվում է մոտ $30 միլիարդ հատկացնել ներգաղթի եւ մաքսային ծառայությանը, ICE-ին եւ գրեթե $20 միլիարդ սահմանապահ ծառայությանը։ Ֆինանսավորումը նախատեսված է մինչև 2029 թվականը եւ զգալիորեն մեծացնում է վարչակազմի հնարավորությունները ներգաղթի վերահսկման ոլորտում։ Օրինագիծը քննադատության է արժանացել դեմոկրատների եւ ներգաղթյալների իրավունքներով զբաղվող կազմակերպությունների կողմից։ Նրանք պնդում են, որ փաթեթը վարչակազմին տրամադրում է աննախադեպ ֆինանսական ռեսուրսներ առանց կոնգրեսի վերահսկողական մեխանիզմների ու մինչև Թրամփի պաշտոնավարման ավարտը։ Փորձագետների մի մասն նշում է, որ վարչակազմը գտնվում է ճնշման տակ կատարելու Թրամփի նախընտրական խոստումը եւ զգալիորեն ավելացնելու տարեկան արտաքսումների թիվը։ Այդ նպատակով կառավարությունը շարունակում է նոր այս գործակալների հավաքագրումը, պահման կենտրոնների ընդլայնումը եւ համագործակցությունը այլ երկրների հետ արտաքսվող անձանց ընդունելու հարցում։ Եթե օրինագիծը վերջնականապես ընդունվի, այն կարող է դառնալ Միացյալ Նահանգների ներգաղթային քաղաքականության ամենախոշոր ֆինանսական նախաձեռնություններից մեկը։ Ներգաղթի եւ մաքսային ծառայությունը այսը փոխել է իր հաշվետվության քաղաքականությունը եւ այլևս չի հրապարակի այն ներգաղթյալների մահվան մասին տեղեկությունները, որոնք մահանում էին կալանքից ազատ արձակվելուց հետո։ Փոփոխությամբ չեղարկվում է 2021 թվականին ընդունված կանոնը, որը պարտադրում էր ICE-ին կոնգրեսին տեղեկացնել եւ հետաքննել այն դեպքերը, երբ կալանավորված անձը մահանում էր ազատ արձակումից 30 օրվա ընթացքում։ Այդ կանոնը ներդրվել էր այն մտահոգությունների պատճառով, որ ծանր հիվանդ կամ ծայրահեղ վատ առողջական վիճակում գտնվող անձինք երբեմն ազատ էին արձակվում կալանքից ու մահանում կարճ ժամանակ անց։ Նոր քաղաքականության համաձայն, եթե անձն այլևս ICE կալանքի տակ չէ, ծառայությունը չի հետևելու եւ չի հաշվառելու նրա մահը։
Վիճակագրության համաձայն այս տարվա սկզբից առնվազն 18 ներգաղթյալ է մահացել այսի կալանքի համակարգի հետ կապված դեպքերում։ Դա կարող է գերազանցել նախորդ տարվա ցուցանիշը, որն արդեն համարվում էր վերջին 2 տասնամյակների ամենաբարձր մակարդակներից մեկը։ Կալիֆոռնիայում շարունակում են հաշվել այս շաբաթ տեղի ունեցած նախնական ընտրությունների քվեաթերթիկները եւ մի շարք կարևոր մրցապայքարներում վերջնական արդյունքները դեռևս հայտնի չեն։ Նահանգապետի ընտրություններում հանրապետական Ստիվ Հիլթոնը դեռևս փոքր առավելությամբ առաջ է դեմոկրատ տեխնացու Խավիեր Բեսարայից, երրորդ տեղում դեմոկրատ Թոմ Ստայերն է։ Կալիֆոռնիայի ընտրական համակարգի համաձայն առավելագույն ձայներ ստացած երկու տեխնացուները կանցնեն նոյեմբերին կայանալիք ընդհանուր ընտրությունների փուլ։ Լոս Անջելեսի քաղաքապետի ընտրություններում գործող քաղաքապետ Քերեն Բասը շարունակում է պահպանել առաջին հորիզոնականը։ Երկրորդ տեղում նախկին հեռուստաաստղ Սփենսեր Փրատն է, իսկ քաղաքային խորհրդի անդամ Նիթիա Ռամանը զբաղեցնում է երրորդ հորիզոնականը։ Չնայած ընտրություններից անցել է մի քանի օր, նահանգում դեռևս հաշվված չեն քվեաթերթիկների մեծ մասը։ Պատճառը Կալիֆոռնիայի ընտրական օրենքներն են, որոնք թույլ են տալիս փոստով ուղարկված քվեաթերթիկների ընդունումը նույնիսկ ընտրության օրվանից հետո, եթե դրանք ժամանակին են ուղարկվել։ Ընտրական պաշտոնյաները նշում են, որ վերջնական արդյունքների հրապարակման համար կարող են պահանջվել եւս մի քանի օր, իսկ որոշ մրցապայքարներում նույնիսկ շաբաթներ։ Փոփոխվել է նաև Գլենդելի քաղաքային խորհրդի տեխնացուների թվերը, բայց ոչ նախնական դիրքերը։ Այս պայդրությամբ առաջին հորիզոնականում գտնվող Դեն Բրոթմանը ունի 12873 ձայն։ Երկրորդ տեղով ընթացող Էլենա Սատրյանը ունի 11576 ձայն, երրորդ տեղում Ալեք Բարտրոսոպն է 9872 ձայնով։ Չորրորդ տեղով ընթացող Պատրիկ Մրֆին հետ է մոտ 900 ձայնով ունենալով 8973 ձայն։ Եվս մեկ անգամ նշեմ, որ սա դեռևս վերջնական արդյունքը չէ։ Գլենդելի քաղաքային խորհուրդը շարունակում է 2026-27 ֆինանսական տարվա բյուջեի քննարկումները, որոնք այս տարի ուղեկցվում են ինչպես ծախսերի աճով, այնպես էլ բնակիչների ակտիվ մասնակցությամբ։ Քաղաքի ներկայացրած նախնական բյուջեն կազմում է մոտ 1.29 միլիարդ դոլար, ինչը շուրջ 52 միլիոն դոլարով ավելին է նախորդ տարվա համեմատ։ Միևնույն ժամանակ քաղաքը նախատեսում է մոտ 22 միլիոն դոլարի բյուջետային պակասուրդ, ինչը ստիպում է վերանայել որոշ ծրագրեր եւ ծախսեր։ Բյուջեի շրջանակում նախատեսվում է նաեւ Glendale Water and Power-ի ֆինանսավորման ավելացում, աճը հիմնականում կապված էներգետիկ նախագծերի եւ պարտքերի վճարումների հետ։ Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ անօթևանների աջակցության ծրագրին։ Պաշտոնյաները նշում են, որ հայտուղությունը մնում է առաջնահերթություններից մեկը։ Միաժամանակ մտահոգություն է առաջացրել տարեցների սննդի ծրագրի ֆինանսավորման կրճատումը, չնայած դրամաշնորհների նվազմանը քաղաքային ղեկավարությունը վստահեցրել է, որ ծառայությունների ծավալը չի կրճատվելու։ Բյուջետային քննարկումների ամենաթեժ թեման դարձել է Adams Hill-ի Library Connection գրադարանի հնարավոր փակումը։ Քաղաքի հաշվարկներով այդ քայլը տարեկան կարող է խնայել շուրջ 262,000 դոլար, սակայն բնակիչները պնդում են, որ խնայողությունը չի արդարացնում համայնքի համար կարևոր կրթական ու մշակութային կենտրոնի կորուստը։ Խորհրդի նիստի ընթացքում տասնյակ ծնողներ, ուսուցիչներ ու նույնիսկ դպրոցականներ են ելույթով կոչ արել պահպանել գրադարանը։ Երեխաները պատմում են, որ գրադարանը դարձել է իրենց սիրելի վայրերից մեկը, որտեղ ոչ միայն գրքեր են կարդում, այլ նաև մասնակցում են տարբեր կրթական ծրագրերի։ Քաղաքային խորհրդի անդամ Արա Նաջարյանը հիշեցրել է, որ Adams Hill-ի գրադարանը ստեղծվել է 2008 թվականին, երբ քաղաքի ֆինանսական հնարավորությունները զգալիորեն տարբեր էին։ Նա հիշել է նաև, որ քաղաքային խորհրդի անդամ էր եւ անձամբ է ներկայ եղել բացմանը։ Նրա խոսքով այդ նախագիծը երբեք չի դիտարկվել որպես մշտական եւ անփոփոխ ծառայություն, իսկ տարածքը քաղաքին չի պատկանում, այլ վարձակալվում է։ Նաջարյանը նաև նշել է, որ կենտրոնական գրադարանը գտնվում է համեմատաբար մոտ հեռավորության վրա 1.4 մղոն։ Մյուս կողմից խորհրդի անդամ Էլենա Սատրյանը կոչ է արել նախ ուսումնասիրել այլ խնայողությունների հնարավորությունները, նախքան գրադարանի փակելու մասին որոշումն ընդունելը։ Նա հարց է բարձրացրել, թե արդյոք հնարավոր չէ վերանայել որոշ պայմանագրեր կամ խորհրդատվական ծառայությունների համար կատարվող ծախսերը եւ այդ միջոցներով պահպանել համայնքի համար կարևոր գրադարանային ծառայությունները։ Սակայն ֆինանսական պատասխանատուն նշել է, որ բյուջեի մշակման ընթացքում արդեն իսկ իրականացվել է ծախսերի լայնածավալ վերանայում եւ ներկայումս լրացուցիչ խոշոր խնայողությունների աղբյուրներ չեն տեսնում, որոնք ամբողջությամբ կփոխհատուցեն առաջարկվող կրճատումները։ Քաղաքապետ Արտաշես Սարդիկ Հասախյանը անդրադառնալով բնակիչների մտահոգություններին ընդգծել է, որ վերջնական որոշում դեռևս չի կայացվել։ Նրա խոսքով քննարկումների նպատակը հենց տարբեր տարբերակների ուսումնասիրությունն է եւ քաղաքային խորհուրդը փորձում է գտնել այնպիսի լուծումներ, որոնք հնարավորինս քիչ ազդեցություն կունենան համայնքի վրա։ Հասախյանը նաև նշել է, որ անձամբ կարևորում է գրադարանների դերը համայնքային կյանքում եւ հիշեցրել, որ դրանք ոչ միայն գրքերի, այլև կրթական եւ հասարակական շփման կենտրոններ են։ Միաժամանակ նա խոստովանել է, որ բյուջետային դժվարությունների պայմաններում քաղաքը ստիպված է լինելու ընդունել որոշ բարդ որոշումներ։ Քաղաքապետը նաև առաջարկել է դիտարկել այլընտրանքային մոդելներ, այդ թվում մոտակա դպրոցի կամ Glendale Community College-ի հետ համատեղ գրադարանային ծառայությունների կազմակերպումը։ Նրա խոսքով հատկապես հարավային Գլենդելում
Իսրայելում գրադարանային հասանելիության հարցը կարևոր է, քանի որ այդ հատվածում գրադարանների թիվը ավելի քիչ է, մինչդեռ բնակչության խտությունը ավելի բարձր։ Քանի որ նախկին քաղաքապետ եւ քաղաքային խորհրդի անդամ, ինչպես նաեւ վերջին պաշտոնավարման ժամկետն անցնող երկարամյա գործիչ Արա Նաջարյանը խոսեց 2008 թվականի գրադարանի բացումից, որի քննարկումները սկսվել էին դեռևս 2005 թվականից, փորձել են գտնել փաստեր, թե ինչ է եղել 2008 թվականին եւ արդյոք ազնվորեն է տեղեկացվել այն, որ երկարաժամկետ ծրագիր չի լինելու, ինչ որ պահի կարող է նաեւ փակվել։ Բառացիորեն բացի դրական խոսքերից ոչինչ չեն գտել, թե տեսանյութը հին է ու որակապես իջում այսօրվա ստանդարտներին, հարկ ենք համարում հրապարակել այն։ Մինչև ներկայացնել է նաև ցանկալի է նշել, որ 2007 թվականի ապրիլից մինչև 2008 թվականի ապրիլ Նաջարյանը քաղաքապետ էր։ Adam Square-ի գրադարանը բացվել է 2008 թվականի սեպտեմբերին եւ ձեզ եմ ներկայացնում այդ պայն քաղաքային խորհրդի անդամ Արա Նաջարյանի եւ քաղաքապետ Ջոն Տրեյմանի ելույթները։ Մեծ շնորհակալություն եմ ուզում հայտնել քաղաքի բազմաթիվ աշխատակիցների, համայնքի անդամներին, Adams Hill, Adams Square եւ Adams Flats թաղամասերի բնակիչներին, մեր գրադարանների տնօրեն Սինդի Քլերին եւ նրա նախորդներին, բայց հատուկ շնորհակալություն եմ ցանկանում հայտնել մեր համայնքի պատմամշակութային ժառանգության պաշտպաններին, ովքեր համագործակցեցին քաղաքի հետ այս նախագիծն իրականացնելու համար, քանի որ այս նախագիծը ոչ միայն նոր գրադարան է, այլև պատմական նշանակություն ունեցող շենքի հաջող վերակենդանացման օրինակ։ Սա հիանալի օր է քաղաքի համար։ Մենք այսօր ոչ միայն բացում ենք այս հրաշալի գրադարանը, այլև պաշտոնապես ողջունում ենք մեր նոր գրադարանների տնօրենին Սինդիին։ Մենք ուրախ ենք, որ նա միացել է մեզ եւ ցանկանում եմ շնորհավորել նրան, ինչպես նաեւ գրադարանի ամբողջ անձնակազմին, այն մեծ աշխատանքի համար, որը նրանք կատարում են մեր գրադարանները բաց պահելու համար, մարդկանց տեղեկատվություն տրամադրելու եւ երեխաների, մեծահասակների ու տարեցների համար ապահով ու հարմար միջավայր ստեղծելու ուղղությամբ։ Այստեղ մարդիկ կարող են իրենց ժամանակ անցկացնել կարդալով, սովորելով եւ զարգանալով, իսկ ինչպես ես վերջերս եմ բացահայտել, այստեղ հասանելի են նաեւ էլեկտրոնային գրքերը, ինչը եւս մեծ հնարավորություն է համայնքի համար։ Սա հիանալի օր է Adams Square-ի համար։ Կարճ ասեմ, սա հիանալի օր է բոլորիս համար։ Պարոն քաղաքապետ, շնորհավորում եմ։ Ամփոփելով, այսօր երբ քննարկվում է գրադարանի ապագան, բնական հարց է առաջանում։ Եթե խոսքը ոչ միայն գրադարանի, այլ նաև վերակենդանացված պատմամշակութային արժեք ունեցող շենքի մասին է, արդյոք փակումը լավագույն լուծումն է։ Անշուշտ վերջնական որոշումը քաղաքային խորհրդինն է, սակայն նույնքան ակնհայտ է, որ եթե տեխնացուները կարողանում են ընտրությունների ժամանակ հավաքագրել 100 հազարավոր դոլարներ քաղաքական արշավների համար, ապա տեսականորեն հնարավոր է քննարկել նաև այլ տարբերակներ մասնավոր հովանավորների, տոնորների կամ ստեղծել հատուկ հիմնադրամ, որի միջոցով կպահպանվի այն, որը 2008 թվականին քաղաքային ղեկավարությունը ներկայացնում էր որպես համայնքի հպարտություն եւ զարգացման խորհրդանիշ։ Թերևս այսքանը այս թեմայի մասով։ Միջազգային մեկլուր։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի եւ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի միջև այս շաբաթ տեղի ունեցած հեռախոսազրույցը ըստ մի շարք աղբյուրների դարձել է մինչև այժմ ամենալարված խոսակցություններից մեկը երկու առաջնորդների հարաբերություններում։ Հաղորդվում է, որ զրույցի ընթացքում Թրամփը դժգոհություն է հայտնել տարածաշրջանային ռազմական գործողությունների շարունակման վերաբերյալ։ Իսրայելական պաշտոնյաներից ոմանք խոստովանել են, որ սա երկու առաջնորդների միջև ամենաթեժ քննարկումներից մեկն էր, թե պաշտոնական շրջանակները հերքում են, որ հարաբերություններում հիմնարար փոփոխություն է տեղի ունեցել։ Հեռախոսազրույցից հետո Թրամփը հայտարարել էր, որ Իսրայելն ու Հեզբոլլահը համաձայնել են դադարեցնել փոխադարձ կրակահերթերը, սակայն այդ հայտարարությունը քննադատության էր արժանացել ինչպես Նեթանյահուի քաղաքական հակառակորդների, այնպես էլ նրա կոալիցիայի որոշ ներկայացուցիչների կողմից, որոնք պնդում են, որ Իսրայելի որոշումները պետք է միայն կախված լինեն իրենցից, այլ ոչ թե Վաշինգտոնի ճնշումներից։ Իրանի դեմ ռազմական գործողությունները շարունակում են լայն աջակցություն վայելել Իսրայելում, այդ թվում Նեթանյահուի ընդդիմախոսների շրջանում։ Շատ իսրայելացիներ կողմ են ռազմական ճնշման շարունակմանը, մինչդեռ Միացյալ Նահանգներում ներառյալ Թրամփի ընտրազանգվածի մի մասում աճում են պատերազմին ընդդիմացող տրամադրությունները։ Վերջին հարցումների համաձայն Նեթանյահուի կոալիցիան կարող է դժվարություններ ունենալ առաջիկա ընտրություններում խորհրդարանական մեծամասնություն պահպանելու հարցում։ Նա փորձում է պահպանել Թրամփի աջակցությունը, քանի որ այն կարող է կարևոր դեր խաղալ ներքաղաքական պայքարում։ Այսօրվա համար առանձնացրել էինք այսքանը։ Ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար։ Մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին։ Դա մեզ համար կարևոր է։ Սակայն ավելի կարևոր է, որ դուք լինեք առողջ եւ խաղաղ։ Ցտեսություն։